Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես Բարսելոնան հաղթեց Ատլետիկո Մադրիդին Մետրոպոլիտանոյում։ Գնացինք։ Բարսելոնան առաջը Ռեալից 7 հաճուկով +7 ամառագալի տակ եղանակներ կարելի այթել ծով, այո։ Լավ։ Bez նեգատիվը։ Բարսելոնան շատ դժվար խաղում հաղթում Ատլետիկոին ու գնում է պատրաստվելու 1/4 ֆինալին։ Նորից Ատլետիկոյի դեմ bez կոմենտարի եւ լավ։ Այդ դրան հետո կասենք։ Ասեմ պատմել խաղի մասին, ընդհանուր խաղը այնց էր էթում, ոնց որ նույն կուբակի առաջին խաղը, որը ես по уважительным причинам չէի կարող նկարեի։ Այն խաղի պես ոնց որ մենք պարզեցինք 4-0, ուղղակի այս անգամ Ատլետիկոյում խաղացողները Ալվարեզը չկար, Լուկմանը չկար, մնացած հարցակվողները չկային, բայց մեկը էլի մեծ խնդիրներ բերեցին, Գրիզմանը 2 հատ իդեալական պահ ուներ, բայց Սեյվովիչ Ժոան Գարսիեվիչը կա ու ինքը կոդրում է, այո։ В общем, Բարսելոնան առաջին է բաց թողում Ժուլիենից է բաց թողում Ժուլիանո Սեմյոնեից։ Բարսելոնան Ռեշֆորդի շնորհիվ արագ գոլ է խփում։ Ռեշֆորդն ու Օլմոնի հետ խաղարկեցին եւ կոդրեցին։ 1-1 հաշվի ժամանակ, երբ որ 49 րոպեն էր, ավելացած վերջի րոպեներին, Պադաչին անում դեպի Յամալը գնդական ընդունում է ու Նիկո Գոնզալեզը տալիս է Յամալի ոտերը ջարդում է ու կարմիր քարտ է ստանում, այն որ լոխ է, էլի ջոգակ։ Որ Ատլետիկո Մադրիդը մնում է 3 հոգով։ Առաջին թևը մեր համար շատ լավն էր, որտեվ մենք sense ասած չենք կարա խաղ ունենանք, որտեղ մեր պարտներին ուդար չեն անելու, այսինքն վտանգավոր։ Մենք էլ լիքը պայր ունենք, նույն Յամալի ու Ֆերմինի խաղարկումը, նույն գոլը հենց Ռեշֆորդի վերջնականապես խփեց լավը։ Ոչմ հասկացաք, իրականում նորմալ թայմ էր, բայց պրինցիպի կարելի էր ավելի լավ, եթե մենք մեր պայերը օգտագործեինք, ավելի լավ կլեր։ Երրորդ թայմը սկսում է նրանով, որ Ժարար Մարտինին կարմիր քարտ են տալի։ Դեք ինչա ես ինչ կարծիք ունեմ այս կարմիրի վրով։ Երբ որ սուդյան ուժը տալիս է խաղալ ու գնդակին է խաղացել պիտոմ Ժարար Մարտինը ու մինչև այդ Ատլետիկո Մադրիդի խաղացողները 2 անգամ կանգնել են Օլմոյի ոտին եւ մի անգամ կանգնել են Յամալի ոտին, հենց շիպերով կանգնել են ոտին ու այդ դրա համար ոչ մի բան չէր տվել, ուրեմն այստեղ եւ ոչ մի բան չպիտի տա մաքսիմում դեղին։ Ես համաձայն եմ, որ էսի կարմիրի խախտում է, բայց երբ որ սուդյան թողում է խաղալ ու նույն դրվագների համար դեղին քարտ գոնը չի տալի, ուրեմն ըստե կարմիր քարտ չկա։ Նիկո Գոնսալեզին է դա երկրորդ դեղին քարտն էր, բայց հետո կարմիր քարտ տվեցին, ոչ մեր համար թքած է մեկը կարմիրը ստացել է։ Ու մտնում է Ֆերան Տորմուզը, մտավ 3 հատ մոմենտ, 3-ն կրակեց Ուկրաինա, bez նեգատիվա։ Ստաբիլ Ֆերան բան չարեց, մտավ Վոշիվանով չոքնեց, մենակ խանգարեց այնանով, որ Ռեշֆորդին հանեցին։ Կստացի, այսօր Ռեշֆորդը լավ էր խաղում։ Յամալն է վատը չէր, բայց մի քիչ շատ էր ինքը իր վրա վեկալում, տենց էլ չի կարելի, այն սկզբի Յամալներից է դարել, բայց այդ սկզբի Յամալներին պետք է ռադ անել։ Մեծ քանակությամբ երկրորդ թայմը ավտոբուս էր, Ատլետիկոյի կողմից ու ստաբիլ է։ Ոչ մի տենց եսի ինչ բայեր չեն կատարվում։ Լավ պայեր կային, բայց դե որ Տորեսն է խաղում, այդ լավ պայերը որ դու ստեղծես, ինքը մեկը չի խփելու, այդ է ստաբիլ է։ Հետո մտնում է Լևանդովսկին, նորմալ ստրայքեր։ Երկրորդ գոլն են կարողանում խփենք, Լևանդովսկին որպես իսկական ֆորվարդ լինում է ճիշտ տեղին, ճիշտ պահում, ճիշտ վարքյանին ու ուսով պրոստը sense օպա անում ու գոլ ախնում։ Հալալա 38 տարեկան Բիձան ավելի լավ է խաղում, քան ես դեռ չգիտեմ քանի տարեկան է Տորմուզը, բայց ոչմ։ Մենք հաղթում ենք Ատլետիկոյին 2-1 հաշվով, մեծացնում ենք ատրիվը Ռեալից 7 հաճոք ու կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ չենք պարտվի Լա լիգան, բայց տենց է չի կարելի ասել, որտեվ ամեն ինչ կարա լինի, բայց հավատանք, որ դաժե եթե Չեմպիոններ լիգայում լավ չստացվի, Լա լիգան կհաղթենք ու այս սեզոնն էլ ոչ պրավալային կլինի ու սկայֆում կլինի։ Այսքան կարտենք մեր վիդեոն, չունենք լայք դեն եւ բաժանորդագրվել, եթե ես Գագոն Բարսելոնան կոդրեց։